Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք այսպիսի գեղեցիկ տորտ, որը կարելի է պատրաստել յուրաքանչյուր առիթի։ Շատ փափուկ շերտեր, նուրբ կրեմ, թեթև ու գեղեցիկ ձևավորում ամեն առիթի համար։ Այս տորտը կատարյալ է սիրո տոնի, տարեդարձի կամ պարզապես քաղցր անակնկալի համար։ Սկսենք պատրաստելը, կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով։ Պատրաստում ենք բիսկվիտի համար խմորը։ Դրա համար առանձնացնում ենք ձվի սպիտակուցը դեղնուցից։ Սպիտակուցը լցնում ենք հարիչի ամանի մեջ, իսկ դեղնուցը առանձին տարայի մեջ։ Սպիտակուցի վրա մի պտղունց աղ ենք ցանում և միացնում ենք հարիչը, մինչև զանգվածը սպիտակի և շատանա, որից հետո կավելացնենք շաքարավազը։ Այստեղ մածունի կամ թթվասերի վրա ավելացնում ենք սոդան, լավ խառնում ենք, որից հետո այստեղ ավելացնում ենք նաև կարմիր կերակրի գույնը։ Գեղեցիկ կարմիր թավիշ ստանալու համար պետք է օգտագործել որակյալ գույն։ Լավ խառնում ենք և դնում ենք մի կողմ։ Այժմ ավելացնում ենք շաքարավազները։ Մի մասը սպիտակուցի վրա, մյուս մասը դեղնուցի վրա։ Նույնպես հարում ենք այնքան, մինչև դեղնուցը լավ սպիտակի։ Որից հետո մաղով անցկացնում ենք ալյուրը, այստեղ ավելացնում ենք նաև կակաոն, մաղով անցկացրած և փխրեցուցիչը, լավ խառնում ենք և դնում ենք մի կողմ։ Եվ այստեղ արդեն ավելացնում ենք թթվասերը, լավ խառնում ենք, որից հետո մի քանի փուլով ավելացնում ենք ալյուրը։ Այստեղ ավելացնում ենք նաև բուսայուղը և լավ խառնում ենք։ Բեզեն ամբողջությամբ պատրաստ է, քիչ-քիչ ավելացնում ենք և շատ նուրբ շարժումներով խառնում։ Եվ ահա խմորը գրեթե պատրաստ է, մնաց ավելացնենք վանիլինը, խառնենք, ջեռոցը միացնում, տաքացնում ենք 170 աստիճան։ Եվ ահա շատ փափուկ և նուրբ բիսկվիտները պատրաստ են, այժմ պատրաստում ենք ամենահեշտ պատրաստվող և ամենահամեղ կրեմը։ Դրա համար հարիչի ամանի մեջ լցնում ենք սերուցքը, ավելացնում ենք սերուցքային պանիր և խտացրած կաթ։ Այս ամենը միասին լավ խառնում ենք և ստանում ենք անչափ նուրբ, թեթև կրեմ։ Տեսեք, որքան նուրբ կրեմ ենք ստանում։ Այժմ բիսկվիտները բաժանում ենք 4 մասի, ես կտրում եմ սրտիկաձև, քանի որ ցանկանում եմ պատրաստել սրտիկ կարմիր թավիշ տորտ։
Դե իսկ ձևավորումը կարող եք կրկնել այնպես, ինչպես ես եմ անում, կամ ինքներդ որոշել, թե ոնց կարելի է ձևավորել։ Ահա եւ վերջ, սիրելիներս, եթե ինչ-որ բան սիրով ես պատրաստում, յուրաքանչյուր բան դառնում է արվեստ։ Եթե հավանեցիք իմ տեսանյութը, բաժանորդագրվեք, սեղմեք լայք, կիսվեք նաեւ տեսանյութով ձեր սոցկայքերում, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեսնեն, կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութում։